Անուել, արդեն մի քանի այսպես օր է կամ գուցե մեկ շաբաթից ավել ժամանակ է, այսպես տեղեկատվական վեճ կա կամ բախում կա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցների միջև։ Իհարկե բախումը սկսվեց Սերժ Սարգսյանի թիմի կողմից հերթական անգամ Ռոբերտ Քոչարյանին թիրախավորել է կամ ինչ-որ քարոզչական հարվածներ հասցնել է, դու ինչպես ես գնահատում ես խոսակցությունը, որ սկսել է, հատկապես այն, որ մարդիկ սկսել են տալ հարցեր, որոնք ունեին 2018-ից սկսած, բայց հիմա առիթ է հարցերը բարձրաձայն տալու խնդրեմ։ Այո, այդ բախումը ես եւս նկատում եմ եւ ես եւս իմ դիրքորոշումը արտահայտել եմ, սակայն կուզենամ ընդգծել, որ այս ամեն ինչը որ տեղի է ունեցել, դեռևս շատ վաղուց է տեղի ունեցել եւ այս բազմաթիվ պայքարների ընթացքում, փողոցային պայքարների, կհիշեք 2020 թվականից հետո ինչքան պայքարներ են նախաձեռնվել եւ ի վերջո այդ պայքարները ոնց են վիժեցվել։ Ու այս բախումը, այո, միգուցե հանրության շատ տարբեր շերտերի համար նոր է, սակայն ես բազմաթիվ անգամ ականատես եմ եղել ներսից, որ Սերժ Սարգսյանին հարող մի շարք ուժեր մշտապես նախանձով են լցված եղել, մշտապես չեն ուզեցել, որ հաջողության հասնի կամ հաջողություն գրանցի Ռոբերտ Քոչարյանը, դա դրսևորվել է բազմաթիվ պատճառներով, բազմաթիվ տեղերում, միգուցե ինչ-որ մեկը այսօր կասի դա մրցակցային է եղել, նա էլ է եղել քաղաքականության մեջ սայել, նա էլ է ցանկացել գա իշխանության եւ այդ է եղել միայն բուն պատճառը, սակայն ես այդպես չեմ կարծում։ Ինձ համար այս ամեն ինչի մեջ ամենամեծ ցավը այն է, երբ որ փորձում են Նիկոլ Փաշինյանին կապել ժողովրդի վրա եւ համարել, որ ժողովուրդն է բերել Նիկոլ Փաշինյանին։ Միքայել Մինասյանը դրա մասին։ Այո, հենց այն արձագանքությունը, ով որ ամենամեծ լուման ունի Նիկոլ Փաշինյանին բերելու մեջ եւ դրա մասին նա իր բերանով է խոստովանել, հայտարարել է, որ ֆինանսավորել է, պատկերացնում եք, նախագահի փեսան այնքան խեղճ վիճակում էր հայտնվել Նիկոլ Փաշինյանի ձեռքերում, որ ստիպված ֆինանսավորում էր, որպեսզի իր վրայով նյութեր չգրի այդ անձնավորությունը։ Եվ այդ ֆինանսավորման արդյունքում նա ուժեղանում է միգուցե եւ հետագայում լավ մշտապես ռադիոտան դեպքն է քննարկվում, ասվում է, որ գիտեք ինչ կայտորը կարելի էր ձեռնարկել, հիմա Սերժ Սարգսյանը ասում է, որ ես ձերբակալ էի, կլիներ այնպես, որ ես իրան ավելի էի ուժեղացնում, այդ ժողովրդավարությանն էի դեմ գնում, լավ, այդ մի դեպքը այդպես։ Ես ուրիշ հարց եմ ուզում տամ։ Դեռ 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը ոնց մտավ խորհրդարան։ 2017 թվականից առաջ Նիկոլ Փաշինյանը ոնց դուրս եկավ բանտից։ Դուք Սերժ Սարգսյանը իր բերանով հայտարարում է, որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով եմ ազատել Նիկոլ Փաշինյանին բանտից։ Այսինքն ի՞նչ է դուրս գալիս Լևոն Տեր-Պետրոսյանի խնդրանքը կատարելու հետևանքով թուրքի գործակալին դուրս եք հանել բանտից, լավ հանեցիք, այդ ասում եք նախագահ ա եղել, հարգանք ա եղել, այդ հարգանքից ելնելով եւ այլն։ Ինչի համար թույլ տվեցիք, որպեսզի նա դառնա քաղաքական ուժ, նա մտնի պարլամենտ, ձեր հետ այդքան տարիներ աշխատի որպես ընդդիմադիր, այդպես հանրությանը ներկայանա ընդդիմադիր ժողովրդի մասին ցավացող անհատ եւ հետագայում դուրս գա փողոց, կարողանա այսքան ժողովրդի խաբել, մանիպուլացնել։ Հիմա էլ փորձում եք անընդհատ շեշտը դնել 2018-ին, բայց չեք ասում դուք իշխանություն եք եղել, ղեկավարություն եք եղել, ինչի եք թույլ տվել խաբել ժողովրդին, դրա պատասխանատվությունը ով է կրելու։ Լավ, մենք բոլորս մեղավոր ենք։ Մենք մեր բաժին մեղքը ասում ենք, որ մեղավոր ենք, բայց երբ որ դու պետություն ես, իշխանություն ես, թույլ ես տալիս քո ժողովրդին խաբեն, դուք կանգնում ասում եք թուրքի ագենտներ են, այդ թուրքի ագենտներին սենց դավաճաներ են եւ այլն, բայց ձեր ազգային անվտանգությունը թույլ է տվել իրենք պատգամավոր աշխատեն, ձեր ազգային անվտանգությունը ժամանակին ինչով է զբաղված եղել, երբ որ թուրքի ագենտները 10 տարի հետ ձեր հետ խորհրդարանում են նստած եղել, դա կա Google-ում, կա YouTube-ում, դուք որ անընդհատ Միքայել Մինասյանը ասում էր, ովքեր չեն հավատում, կարող են Facebook-ում եւ Google-ում տեսնեն այդ օրերին ժողովուրդը ոնց բերեց Փաշինյանին, այդ դուք ընդամենը շոուն եք ապահովել, պատկերն եք ապահովել, որ այս ամեն ինչը աղետը վաղը չթողնեն ձեր վրա, ասեք, այս ապերախտ ժողովուրդն արեց։ Մանուել,
Հիմա նաև հետաքրքիր է որ ԿՊԱ-կանի տակը փորում ես, տակը հանրապետական է դուրս գալի։ Գևորգ Պապոյանը ասում էր ֆեյք հանրապետականը։ Հիմա հանրապետականները Գյումրու ԿՊ-ի տեխնացուի մասին փաստաթղթեր են հրապարակում, ասում են ՀԿ դիմում է ներկայացրել։ Ոնց է ստացվում, որ ԿՊԱ-կանները մյուս կողմից կառավարություն, որ նախարարի, փոխնախարարի տակը փորում ես, նախկինում Սերժ Սարգսյանի կառավարությունում է աշխատել։ Ոնց է ստացվում, որ այս մարդկանց իբրև թե կապ չունեն, բայց ոնց բան ես գալիս, որևէ տեղ Սերժ Սարգսյանը դուրս է գալիս կամ իր թիմակիցը։ Ինչ որ կապ լինում է, ընդ որում առանցքային կապ։ Բացի դրանից, տեսեք, ժողովուրդը եւս դա նկատում է տարբեր մարզում, թե ովքեր են եղել ժամանակին հանրապետականներ ու ինչպես են այսօր իրանք դարձել նիկոլականներ, այսինքն այդ ժողովուրդը տեսնում է իրանց միջի նույն հանրապետական մարդիկ իշխանապողությունից հետո շատ արագ թեքվան դառան նիկոլական ու բայց վերջնական արդյունքում դուրս է գալիս, որ իրանք տակից լավ էլ իրար հետ համագործակցում են։ Միքայել Մինասյանի եղբայրը եկավ քանի տարի նախարար աշխատավ։ Այսինքն այդ ո՞նց է լինում Սերժ Սարգսյան մերժած մի ամբողջ ազգ, որը տեսեք ինձ համար ի՞նչն է հանելուկ եղել։ Ես այդ 2018-ի process-ները շատ լավ հիշում եմ, այդ ամեն ինչը տեսել եմ։ Ինչ է տեղի ունենում։ Սաղ ազգով այտենց Սերժ էին մերժում, ցենց Սերժի դեմ մեծ բան կար, բայց մեկ էլ իշխանության նստելուց հետո անմիջապես առաջի պլանա բերվում Ռոբերտ Քոչարյանը, դատվում է Ռոբերտ Քոչարյանը ու մի մեծ ալիք է գնում Ռոբերտ Քոչարյանի վրա, Սերժ Սարգսյանը մեկ օր անգամ բանտում չի։ Եվ հետո հիշում ես, Մանուել, 2018-ին Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, գառուցում գլխավոր խորհրդականներ Արսենը Խառատյան առաջարկեց Սերժ Սարգսյանին պաշտոնի նշանակել։ Եվ սա ըստ էության Նիկոլ Փաշինյանի առաջարկն էր, որ տեղեկատվական հետախուզում էր իրականացվում, տեսան հանրությունը վատ է արձագանքում, հետ քաշվան դրանից։ Ասում են Արցախի հարցով թող Էդմոն Մարուկյանի պաշտոնին էին ուզում նշանակել, հատուկ հանձնարարություններով դեսպան կամ բանագնաց լինի։ Սա եւս կարևոր հանգամանք է կարող։ Իրականում, այո, շատ կարևոր է, այս ամեն ինչը տեղի է ունեցել դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից, ես այսպես եմ կարծում, իրենք մի ծրագիր են ուզեցել կյանքի կոչեն, ու այդ մի ծրագրով կապված են իրար հետ Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը, եւ այդ ծրագիրը տանում է դեպի արևմուտքով, դեպի Թուրքիա, իրենց այդ ծրագրի բուն նպատակը իմ կարծիքով եղել է Ռուսաստանից պոկվելը, բայց քանի որ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը չափազանց հերուն մտածող են եւ մի փոքր էլ վտանգները հաշվի առնող են, իրենք իսկ իրենց դեմքով չմտան այս ծրագրերի մեջ, փորձեցին Նիկոլին ներքաշել այս ծրագրերի մեջ եւ Նիկոլը կյանքի կոչի այն Լևոն Տեր-Պետրոսյանը օպերայում 15 թվականի ցույցին ասում էր 100-ամյակն առանց ռեժիմի Պուտինի հրաժարականը կրծքի տակ, այս խոսքերը պատահմամբ չի ասվել, այս ծրագիրը մշակված է եղել, հիմա թե ինչքանով է Սերժ Սարգսյանը այս ծրագրերի մեջ ընդգրկված, ներգրաված, այդ միայն կիմանանք այն ժամանակ, ավելի ռեալիստիկ են, որ կան ենթադրություններ, կա այսօրվա իրավիճակում որոշ փաստեր, որ իրենք միտված են եղել եւ արևմտյան ուժերի հետ կապված, հիշում եք, եւ ծրագիրը, որ ասում են եւ ենք անում, եւ արևմուտքի հետ, եւ Ռուսաստանի հետ, այս ամեն ինչը սկսավ այդ ժամանակվանից եւ այսօր Փաշինյանը եկավ այդ եւ-ի ծրագիրը փորձեց շարունակի, ինչ եւ դարավ եւ մի քանի եւ, այսինքն ուղիղ արդեն մտավ թուրքերի հետ հարաբերությունների մեջ, ադրբեջանցիների հետ հարաբերությունների մեջ, էլ չգիտեմ արևմուտքի ինչքան երկիր կա բոլորի հետ, հետեւաբար այս ամեն ինչը մտածված է եղել Նիկոլին ու ամենամեծ ցավը այն է, որ այս ամբողջ process-ի մեջ այս տարիների ընթացքում իրենց իսկ ամենաշատ մեղքերը նախկինի անվան տակ ուղղվել է Ռոբերտ Քոչարյանից, սակայն Ռոբերտ Քոչարյանին ձայն չեն հանել, չեն դուրս եկել օրինակի համար ասել, գիտեք ինչ կա ժողովուրդ ջան, մենք մինչև 2008 թվականն ենք եղել այս երկրի պատասխանատուն, 2008-ից հետո ինչ տեղի է ունեցել, հետի մեզ մի վերագրեք, մենք դրա համար պատասխանատու չենք։ Վերջին հարցը, Մանուել, քո գնահատմամբ ինչու հենց հիմա այս հարցակումը տեղեկատվական տեղ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը, ինչու ասուլիսից հետո ինչն է անհանգստացնում հանրապետականներին, սա քեզ համար հասկանալի է։ Իհարկե շատ շատերը այն հիշում եք տարբեր մարդկանց միջոցով կերակրում էին, որ այ թող ժողովուրդը, թող Ռոբերտ Քոչարյանը դուրս գա քաղաքականությունից, ինչ որ մարդիկ հավատացել էին, որ դուրս է գալու, լուրեր էին տարածում, որ
մեծ արտեն, էլ հիվանդա, էլ չի մասնակցելու քաղաքականության ժողովրդին փորձում էին հիասթափեցնել, հիմնականում Ռոբերտ Քոչարյանին ընտրած են 300,000 մարդուն, ով ռեալ շանս էր կապում Ռոբերտ Քոչարյանի հետ, այդպիսով փորձում էին իրանց հույս տալ, թե չի լինի, հետո հայտարարում էին թող Ռոբերտ Քոչարյանը իր որդին դուրս գան քաղաքականությունից, հետո նույն Սերժ Սարգսյանը համաձայնվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ ինքը պատրաստ է քաղաքական 3 նախագահների քաղաքականությունից դուրս գալու այդ հարցի վերաբերյալ, ինքը պատրաստ է, այսինքն այդ դեպքում էլ ինքը էլի անցավ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմը եւ հայտարարեց, որ պատրաստ է դուրս գալ քաղաքականությունից, այսինքն ի՞նչ է դուրս գալիս։ Իրենք Քոչարյանի դիտմամբ են այսօր քաղաքականության մեջ մնում։ Եվ այսինքն եթե Ռոբերտ Քոչարյանը դուրս չի գալիս, մենք էլ դուրս չենք գալիս։ Ես ուզում եմ այդ միտումն ու պրինցիպը հասկանամ, ինչու եք դուք ընդդեմ Քոչարյանի։ Դու ուզում ես դուրս գաս, դուրս արի, բացի դրանից, երբ որ դու կանգնում հայտարարում ես, որ դու պարտված ղեկավար ես, ու պարտված ղեկավարը աշխարհում բոլորը գիտեն, որ չի կարող այլևս շարունակել ղեկավարել ու շարունակում ես մնալ քաղաքականության մեջ ու համեմատվել Ռոբերտ Քոչարյանի հետ, հետեւաբար դուրս է գալիս, որ նույն Նիկոլի պայքարն է ստանում։ Այսինքն հասկանում ես, ես չեմ եկել մեղադրում, քեզ ասում դու Ալիևից պարտվել ես։ Ոչ, բայց դու հայտարարել ես, որ դու մեծ ուժերի ես պարտվել։ Եվ հիմա ուզում ես նորից շարունակել։ Նիկոլն էլ պարտվել է, Նիկոլին ասում ենք պարտվել ես, ընկեր, հելի գնա, չես կարողանալու, որովհետև չեն, հիմա այդ մեծ ուժերը քեզ էլի կհաղթեն, որովհետև պարտվել ես մեկ անգամ։ Եվ հետեւաբար ուզում եմ ասեմ, որ հարգելի հայրենակիցներ, այս 14-ը, այո, ինչու այս ժամանակահատվածը ընտրվեց, որովհետև Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության հետ վերադարձը խառնեց շատ մարդկանց խաղաքարտեր եւ այսօր հանրապետականին էլ նույն բան ուզում եմ ասեմ, որ ձեզ դուք այս ձեր պահվածքով ոչ թե ձեզ ուժեղացնելու եք, ոչ թե չգիտեմ ինչ, հələ ձեզ եթե մի փոքր վարկանիշ էլ կար, այդ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ էր, որ դուք այդ մի փոքր վարկանիշը ունեք։ Դուք էդ էլ եք կորցնելու, դուք բացի փողից ուրիշ ոչինչ չեք ունենալու, որովհետև այս ժողովուրդը չի ընդունելու ձեզ։ Շնորհակալ եմ։ Ձեզ